այն, որ Զելենսկիին հնարավորություն է տրվել Երևանից սպառնալիքներ հնչեցնել, բայց իմ հիմնական հարցը դրան կարող է վերադառնալ, բայց երեք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեցի օրինակով պետականացնելու են նաև Արարատ ցեմենտի գործարանը, եւ սա այս ամենը ընտրություններից մի քանի շաբաթ առաջ արդյոք դա հակառակ էֆեկտը չի ունենալու հենց ձեզ համար եւ ինչու եք միայն հիմա հիշել, որ Արարատ ցեմենտում ըստ էության ինչ-որ չարաշահումներ են թույլ տրվել Հիմա չենք հիշել։ Եվ եթե հիմա չէ, ավելի վաղ է եղել, ինչու եք հիմա չենք հիշել, հիմա է դատախազությունը գտել։ Դատախազությունը գտել է, այսինքն իրավական հիմքերը հիմա է ստեղծվել։ Եվ եթե 2018-ին գտնեինք, 2018-ին ենք անելու, 20-ին, 20-ին, 28-ին գտնեինք, 28-ին ենք գտնել, թե որևէ մեկին թվում է, թե դեռ իր ապօրինի գույքի հետևից, որ դեռ չեն գնացել, բայց դա իրեն երաշխավորում է, որ 28 թվին չեն գնալու, դա իրենք սխալվում են, որովհետև բոլոր ապօրինի գույքերի հետևից էլ գնալու ենք եւ այդտեղ որևէ կոմպրոմիս, որևէ օլիգարխի հետ չի կարող լինել, ինչքան էլ որ ասենք թե լիարժեք համապատասխան որը եղբայր ջան։ Չի լինել։ Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարում է, որ վերադարձվելու է ժողովրդին